Ի տարբերություն անցած տարիների այս տարի իմ գործընկերները առանձին տեսանյութ պատրաստելու փոխարեն նախ իրենք են շնորհավորել բոլորի ամանորն ու Սուրբ Ծնունդը, ապա լսել են լոռեցիների մաղթանքները, ինչ ենք ուզում 2014-ից, հենց այս հարցի պատասխանն է առաջարկվող տեսանյութում։ Համաձայն արևելյան օրացույցի գալիք 2014 թվականի տերը կապույտ ձին է, կապույտ ձին ազնվացեղ, լավատես կենսախինդ առույգ դիմացկուն, բայց նաև անսանց համարձակ և ազատատենչ կենդանի է։ Նա շատ է սիրում աշխատասեր իրենց գործին նվիրված, բայց նաև իրենց ազատությունը չսահմանափակող անձանց։ Նրա համար խորթ է խաբեությունն ու թիկունքի հետևում դավեր նյութել է, ուստի տանել չի կարողանում անարդարությունն ու անազնվությունը։ Ամանորի գիշերը անպայման պետք է պարել և որքան հնարավոր է շատ։ Եթե դուք շարունակեք ամաչկոտ մնալ և հետևեք միայն թե ինչպես են մյուսները ուրախանում, ապա գալիք տարում ձին ձեզ անգամ չի նկատի։ Ուստի պետք է դեն նետել ամաչկոտությունը և ուրախանալ։ Դե ինչ դիմավորենք ամանորը բարձր տրամադրությամբ։ Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ։ Պուճուրները թող առողջ մեծանան, ծնողների հետ մեկտեղ երջանիկ լինեն, խաղաղ երկինք լինի մեր հանրապետության գլխին, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա իր նպատակներին հասնի։ Մեր երիտասարդներին լավ բաներ ցանկանանք, մեր սալդատներին բարի վերադարձ ցանկանանք։ Հայ ժողովրդին ուզում եմ բարեկեցություն, ցանկանում եմ լիարժեք կյանք, խաղաղ երկինք եւ մարդկանց սրտերում եւ բոլոր ղեկավարների, աշխարհի բոլոր ղեկավարների սրտում խաղաղություն դնի Աստված։ Մեր պապնել են քանառողջելի ու լավ նվերներ բաժանի փոքրիկներին։ Բոլորին ցանկանում ենք ուրախություն, լավ տարի, առողջություն, լավ կյանք, ուրախ կյանք, երջանկություն, ինչ ասեմ, աշխարհի ամենալավ բանը։ Ամենու լավն ու բարին հայ ժողովրդին, առողջություն, երջանկություն։ Ովքեր ունեն երազանքներ, թող իրականանան այս տարի, մանավանդ սիրահարված զույգերը։ Ասում են, ընտանիքը բնության հրաշքներից մեկն է, ուստի ցանկանանք լոռեցիներին երջանկություն, անդոր, խաղաղություն, թող որ գալիք տարին բերի միայն երջանկություն, սեր, հույս հավատ, շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ։ Ուզում եմ խաղաղություն, երջանկություն, շատ փող։ Այսպես լավ տրամադրությունով դիմավորեն գալիք 2014 թվականը բոլորի համար դա լինի ուրախության, երջանկության, սիրով և ամենալավ տարի։ Թող որ 2014-ը մեր մարզում լինի նորանոր ձեռքբերումների տարի։ Ցանկանանք, որ պետական կառույցների աջակցությամբ մարզում լուծվեն առկա փոքր ու մեծ խնդիրները և 2014-ին ամենուր տիրի խաղաղ ու աշխատատենչ մթնոլորտ։ Հավատում ենք լոռեցիների սպասումներին և թող գալիք տարին լինի հույսի, հավատի, երջանկության, սիրո, բարության ու ազնվության տարի։ Եվ տարվա կարևորագույն ու գլխավոր մաղթանքն այն է, որ յուրաքանչյուրն իր մասով չթերանա ու արդեն 2015-ին հպարտանալու և ուրախանալու բազմաթիվ առիթներ ունենանք։ Անահիտ շուտով նոր տարի է, գուցե գոնե շտապենք, որպեսզի կարողանանք աշխատավայր հասնել։ Ավելի լավ է դու ինձ մի խանգարիր, իսկ եթե ուզում ես խանգարես, ասա եղանակային կանխատեսումները 2014-ին։ Եղանակային կանխատեսումները իհարկե անպայման կասեմ, սակայն թողարկման ավարտին, իսկ հիմա ժամանակն է, որպեսզի շտապենք, բայց եթե ուզում ես, եկ շնորհավորենք մեր հեռուստադիտողին, այնուհետ շտապենք, լավ։ Լավ։ Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ։ Գնացինք։ Հիմա այսօր տեղի ունեցած մեկ իրադարձության մասին Smile սուպերմարկետում ամփոփել են դեռևս 4 ամիս առաջ հայտարարված խաղարկության արդյունքները, հայտնի է ավտոմեքենան շահողի անունը։ Smile սուպերմարկետը, ինչպես որ խոստացել էր, պարգևեց 2013-ի գլխավոր ժպիտը։ Բացի սա տեղի է ունեցել նաև ամենամսյա խաղարկություն, մանրամասները տեսանյութում են։
Smile սուպերմարկետի բակում կրկին ամենամսյա խաղարկություն է, բացի դա բոլորը անհամբեր սպասում են տարվա գլխավոր անակնկալին, մեքենայի խաղարկությանը, բայց մինչ այդ Beko եւ Smile գործընկերների կողմից նվերներ են հանձնվում այն հաճախորդներին, ովքեր կատարել են 33,000 եւ ավելի դրամի գնումներ։ Այս անգամ խաղարկությունն անցկացնում էր Ձմեռ Պապը, հենց նա էլ հայտարարեց այն շահող համարները, որոնցով Smile-ի հաճախորդները ստացան Beko խանութ սրահի Վանաձորի մասնաճյուղի առաջարկած կենցաղային տեխնիկան նվեր։ Բրավո, միացավ նրա եւ Beko-ին։ Եվ ամենասպասված պահն է Ձմեռ Պապին է միացել նաև սուպերմարկետի մենեջերը։ Շահող թիվը արդեն նրանց ձեռքերում է, բայց չեն համարձակվում կարդալ։ Ի վերջո ամբողջ 4 ամիս մեքենա շահել ցանկացողները գնումներ են կատարել ու հատել անգամ սահմանված 333,000 դրամը։ Թվերին սրտատրոփ սպասում են բոլորը, անգամ նրանք, ովքեր շահելու հնարավորություն չունեն։ Այժմ տեսնենք, թե ում ենք պարգևում տարվա գլխավոր ժպիտը։ Այո։ Օսկարի բերեցիք։ Այո։ Ակի կարմիր գորգն է, բակասում է հետ էլ կլինի։ Վերջապես Ձմեռ Պապը համարձակվեց կարդալ թվերը, միայն թե առանձին։ Առաջին թիվը ասելուն պես ձեռքերը բարձրացրին մոտ 10 հոգի, երկրորդ թվի դեպքում մնացին 3-ը, երրորդ թիվն արդեն հաջողություն բերեց Վանաձորի բնակիչ Կարինե Հովանիսյանին, մեքենան նրանն է 2013-ի գլխավոր ժպիտը ևս։ Ես շահել եմ ավտոմեքենա եւ շատ ուրախ եմ, միշտ կատարել եմ գնումներ, խաղարկությանը մասնակցել եմ ոչ մի բան, բայց այս անգամ շատ ուրախ եմ, ցանկանում եմ բոլորին կատարել գնումներ եւ կշահեն իրենք ավտոմեքենա։ Մեքենայի ղեկին Կարինե Հովանիսյանի հայրն է, ասում է արդեն որոշել են, թե ինչպես են վարվելու մեքենայի հետ, վերջինս չթաքցրեց նաեւ երջանկությունը։ Տանմար ծառայելու համար անակնկալի եկանք։ Smile սուպերմարկետի բակից բոլորը հեռացան, շահողները դեռևս այստեղ են, ժամանակն է մի լավ նշելու։ Smile սուպերմարկետը խոստանում է հաջորդ տարի ավելի լավ անակնկալներ են լինելու։ Հաջորդ տարվա համար արդեն ունենք հետաքրքիր ծրագրեր մտածած։ Իհարկե դա անակնկալ է չենք ասի, բայց մեր հաճախորդներին մենք նորանոր հետաքրքիր պրոյեկտներով միշտ զարմացնելու ենք։ Դե ինչ, Smile-ի գլխավոր մրցանակի տերը հայտնի է, հաջորդ տարի սուպերմարկետի պարգևած ժպիտները ավելի լայն են լինելու, համենայն դեպս այդպես են խոստանում։ Սարգիս Գոքորյան, Արտակ Բրուտյան, Տարեվերջյան մոլորակ։ Շարունակում ենք թողարկումը եւ արդեն սպասվող եղանակի մասին 2014 թվականի կանխատեսումներով ինձ հետ Էռնա Անտոնյան, Էռնա բարի օր։ Ողջույն Սարգիս։ Ինչպես է տրամադրությունը, Էռնա տոնական թե նախատոնական։ Սարգիս, ինձ մոտ տոնական տրամադրություն է, քանի որ ընդամենը 1 ժամ եւ մի քիչ ավելի է մնացել, որպեսզի մուտք գործեն 2014, այ քեզ մոտ ինչպես է տոնական թե նախատոնական։ Միանշանակ տոնական, առավել եւս որ այստեղ ենք աշխատանքի եւ ծառայում ենք մեր հեռուստադիտողներին։ Եվ ինչ կասես եղանակից, ինչ է սպասվում 2014 թվականին։ Հիմա երևի թե ամենահետաքրքրող հարցն է, չէ՞, մեր հեռուստադիտողի համար, իհարկե եղանակային կանխատեսումները կներկայացնեմ, բայց ընդամենը մի փոքրիկ դադարից հետո։ Երկար սպասված անակնկալը լյուքս մասնագիտացված խանութ-սրահից։ Դիմավորեք նորաբաց կենցաղային տեխնիկայի բաժին։ Գնեք բարձրակարգ տեխնիկա լավագույն արտադրողներից։ Գործում է ապարիկ վաճառք տեղում, երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում։ Լյուքս մասնագիտացված խանութ-սրահը, պահպանելով բոլոր նախկին ակցիաները եւ զեղչերը, առաջարկում է ավելի։ Գնելով համակարգիչ, հեռուստացույց, սառնարան կամ լվացքի մեքենա, ստացեք արժեքավոր նվերներ ձեր ընտրությամբ։ Կատարեք շահավետ գնումներ, քանզի գները մեզ մոտ սակարկվում են։ Այցելեք քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի 28 հասցեին գործող առևտրի կենտրոն առաջին հարկ։ Լյուքս մասնագիտացված խանութ-սրահ։ Սպասեք նոր անակնկալների։ Այժմ եղանակի մասին։ Հունվարի 1-ին արևելյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն, հունվարի 2-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լեռնային շրջաններում սպասվում է մարախուղ, մարախուղից թույլ ձյուն։ Քամին հարավ-արևմտյան շրջաններում կլինի 1-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Միայն բարձրադիր գոտիներում մի փոքր կնվազի։ Հովիտներում մարախուղը մեծ մասամբ դեռ կպահպանվի, այդ պատճառով հնարավոր են թույլ տեղումներ։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 16 աստիճան ցուրտ, ցերեկը 6 աստիճան տաքություն։ Տաշիրում սպասվում է գիշերը
10 աստիճան ցուրտ, ցերեկը 1 աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 7 աստիճան ցուրտ, ցերեկը 3 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 12 աստիճան ցուրտ, ցերեկը 5 աստիճան ցուրտ։ Ստեփանավանում կլինի գիշերը 10 աստիճան ցուրտ, ցերեկը 1 աստիճան տաքություն։ Իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 12 աստիճան ցուրտ, ցերեկը 1 աստիճան տաքություն։ Երևանում հունվարի 1-ին բարձրադիր գոտիներում մառախուղը ժամանակ առ ժամանակ կնոսրանա ու կցրվի, կդիտվի փոփոխական անպամացություն, ցածրադիր հատվածներում դեռ մառախուղը կպահպանվի։ Օդի բարձր խոնավության հետևանքով հնարավոր են թույլ տեղումներ, ճանապարհներին հնարավոր է մրրկասառույց։ Մայրաքաղաքում սպասվում է մինչև 15 աստիճան ցուրտ։ Սարգիս Այո, Էռնա, լսում եմ քեզ, այս դեպքում պետք է ասես անկախ եղանակային կանխատեսումներից ժպտացեք հաճախ, բայց ես քեզ ուզում եմ ընդհատել, քանի որ մեր աշխատանքը եթերում այսօրվա համար ավարտեցինք, ուզում եմ նաև բաժակ բարձրացնել քեզ հետ։ Շնորհավոր Էռնա, եւ ինչ կասես մեր հեռուստադիտողներին։ Շնորհավորում եմ քեզ, Սարգիս, շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին դիտում են մեր հեռուստաալիքը։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, մաղթում եմ ձեզ երջանկություն, խաղաղություն, թող որ 2014-ը լինի ընտանեկան ջերմության, սիրո թագավորության տարի։ Գուցե այսպես։ Շնորհակալություն Էռնա։ Եվս մեկ անգամ շնորհավոր։ Դիտողներ, եղեք առողջ, Աստված բոլորիս պահապան, այսքանն էինք նախատեսել Ամանորյա տոնական թողարկման համար։ Բարի նոր տարի բոլորիս։ Ցտեսություն։